Աշխատատեղեր, բարձր աշխատավարձ եւ բարեկեցիկ կյանք։ Երևանում նշվեց արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրը։ Աշխարհի տարբեր երկրներում արհմիությունները 7-րդ անգամ նշում են օրը, այն համարելով աշխատավորների օրվա մայիսի 1-ի շարունակությունը։ Այսօրվա երթին մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների արհմիության անդամները։ Աշխատատեղերի ստեղծում ենք պահանջում եւ համայնքային ծառայողների արժանապատիվ աշխատանք։ Իմ շրջապատում չեմ հանդիպել մարդկանց, ում իմ կարծիքով նրանք ունենան արժանապատիվ աշխատանք։ Երևանի կենտրոնական փողոցներով անցկացված երթի մասնակիցները հայտարարում են, թե Հայաստանում ոտնահարվում է աշխատանքային օրենսգիրքը։ Ամեն մի աշխատող, երբ որ պայմանագիր է կնքում իր գործատուի հետ, իմանա թե այնտեղ ինչ է գրվում, ինքը ինչքան աշխատավարձ պիտի ստանա, քանի ժամ պիտի աշխատի, դրանք շատ կարևոր հարցեր են։ Պետք է միահամուռ պայքարեն աշխատանքային իրավունքների համար, գնահատեն մարդու աշխատանքային փորձը, գիտելիքները, կրթությունը, սոցիալական հմտությունները, ոչ թե ասենք նոր ավարտներին կամ ծանոթություններով տեղ տան։ Արհմիությունների անդամները կառավարության ուշադրությունն են հրավիրում իրենց բարձրացրած խնդիրների վրա։ Նրանք նաև համաշխարհային մի ցուցանիշ են ներկայացնում, որը բնորոշ է Հայաստանին ևս։ Աշխարհում ավելի քան 1 միլիարդ 200 հազար մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, մինչդեռ միլիոնատերերի բանակը ռեկորդային տեմպերով ավելանում է։ Միայն անցած տարում միլիոնատերերն ավելացել են 15%-ով։ Նման թռիչքային ցուցանիշ 2000 թվականից ի վեր չի եղել։